Երգիչ Էրիկ Կարապետյանը երեկ նորությամբ հանդես եկավ, նա նոր երգով և տեսահոլովակով հանդես եկավ։ Այս տեսահոլովակը շատ տարածվեց համացանցում ոչ միայն այն բանի համար, որ Էրիկ Կարապետյանի երկրպագուները շատ են, այլ նաև տեսահոլովակում նկարահանվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նշանածը Անելիա Գուբրյանը։ Ալեն Սիմոնյանը Մեհեր Բաղդասարյանի հետ ունեցած հարցազրույցում ակնարկում էր, որ Անելիան կարող է զբաղվել իր սիրելի աշխատանքով, այն է մոդելային գործունեությունը։ Համացանցում հայտնվեց մի սկանդալային լուր այն մասին, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նշանադրվել է։ Այս լուրը սկանդալային էր այնքանով, որ նախքան այս Ալեն Սիմոնյանն ամուսնացած էր, ունի 2 երեխա իր նախկին կնոջից։ Այսօր Ալեն Սիմոնյանն ու իր նախկին կինն ունեն բարիդրացիական հարաբերություններ։ Օրեր առաջ, երբ հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանը նշանադրվել է, սկզբնական շրջանում համացանցում լուրեր տարածվեցին այն մասին, որ այս լուրը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ Սակայն ավելի ուշ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, նշելով, որ այո, ինքը իր սիրելիին և նրա ընտանիքի անդամներին ծնողներին հրավիրել է ռեստորան, այդպիսով հաստատեց, որ իրականում ինքը նշանադրվել է։ Այս լուրի հանրային դառնալուց հետո Ալեն Սիմոնյանն ինստագրամյան հարթակում կարծես թե արխիվային լուսանկարներ է հրապարակել, որտեղ ինքն ու Անելիա Գուբրյանը հանգստանում են, ներկայացնում ենք զույգի ջերմ լուսանկարները ձեր ուշադրությանը և հիշեցնում, որ ավելի վաղ հայտնել էինք Ալեն Սիմոնյանի սիրելին մոդել Անելիա Գուբրյանն է։ Վերջին տարիներին նա պասիվությամբ է աչքի ընկնում, տարիներ առաջ նա իր կարիերան էր սկսել մոդելային ասպարեզում։ Սակայն Ալեն Սիմոնյանի սիրելին դառնալուց հետո նա այլևս չնկարահանվեց որևէ մոդելային գործակալություններում, չնկարահանվեց որևէ ամսագրերի համար և այդպիսով սկսեց պասիվություն ցուցաբերել։ Վերջինս նաև հայտնի էր դարձել մասնակցելով հեռուստասերիալներից մեկին։ Դե իսկ այսօր Անելիան պասիվությունը շարունակում է ապահովել։ Համացանցում մեկնաբանություններ են գրում այն մասին, որ միգուցե այս աղջիկն է պատճառը Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ամուսնալուծության։ Շատերն էլ նշում են, որ Ալեն Սիմոնյանը այս աղջկանով տարված է եղել դեռ երկար տարիներ առաջ, երբ ինքը ամուսնացած է եղել և համատեղ կյանքով է ապրել իր նախկին կնոջ հետ։ Իրականում ինչ կապ ունի Անելիան Ալեն Սիմոնյանի ամուսնալուծության հետ, դժվար է ասել։ Մեզ մնում է հետևել միայն իրադարձությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև ներկայացնել Ալեն Սիմոնյանի և նրա սիրելիի նշանադրության մի քանի բացառիկ կադրերը։ Ակտիվորեն քննարկվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի սկանդալային հայտարարությունն այն մասին, որ այլևս դադարում է լինել Նիկոլ Փաշինյանի կինը։ Դեռ օրեր առաջ վերջինս հայտնել էր, որ նրանք այլևս քաղաքացիական ամուսիններ չեն, սակայն որևէ մեկը ուշադրություն չէր դարձրել Աննա Հակոբյանի այս արտահայտությանը։ Նա այսպես նշում էր, որ այլևս որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ։ Երեկ Նիկոլ Փաշինյանի դուստրերը Մարիամն ու Շուշանը հրապարակում են արել, այդպիսով ցույց տալով, որ իրենց կյանքում ամեն բան լավ է, այսինքն ծնողների սկանդալային հրապարակումները ֆեյսբուքյան հարթակում որևէ կերպ չեն ազդում երիտասարդ աղջիկների վրա։ Նրանք միմյանց հետ ջերմ հրապարակում են արել և գրել մենք։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք Աննա Հակոբյանի խոսքը։ Պայմանավորված այն հանգամանքով, որ ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, իսկ ես նշել էի այդպես, որովհետև մենք այլ ամուսնություն չունենք։ Այսօր փետրվարի 25-ին ես լքում եմ կառավարական առանձնատունը,
Բայց քանի որ շատ սպասելի է, որ առաջիկայում տաքսու վարորդները տարբեր անհայտ անձինք տրանսպորտներում վստահաբար տարբեր տեղեկատվություն կտարածեն իմ մասին, մասնավորապես թե ոնց եմ ես այս տունը վերցրել հիմքից եւ հետս տարել, անհրաժեշտ եմ համարում մի քանի փաստ անձամբ ձեզ տեղյակ պահել։ Փաստ առաջին ես տուն չունեմ, այն տունը, որ վարկով գնվել է դեռ շենքը կառուցման ճանապարհին է, եւ հետեւաբար ես տեղափոխվում եմ վարձակալած բնակարան։ Այն պարագայում, եթե ասեն դոլարային միլիոնատեր եմ, հաշիվներ ունեմ դոլարային օֆշորային գոտիներում, չգիտեմ, դղյակներ եւ այլն, հարկ եմ համարում ասել, որ իմ հաշվի համարին կա գումար տան վաճառքից մնացած, թիվը չեմ հիշում, որովհետև երբեք չեմ հետաքրքրվում, որից ծախսվել է անձնական նպատակներով ինչ-որ գումար, իմ քարտին կա գումար իմ քայլը հիմնադրամի աշխատավարձից եւ եկամտային հարկի վերադարձից կուտակված գումար, դա հիշում եմ, որովհետև ամեն անգամ բացելիս երևում է 5 միլիոն դրամ։ Կարծում եմ ինձ բավարար է ապրելու համար։ Ես չունեմ մեքենա, բնականաբար ես չեմ ունենա պետական պահպանություն, այնպես որ եթե Երևանի փողոցներում ես տեսնեք միայնակ քայլելիս, խնդրում եմ չզարմանաք եւ խնդրում եմ նաեւ չվիրավորեք, որովհետեւ անցած մոտ 8 տարվա ընթացքում եւ զբաղարար չափով վիրավորան լսել եմ։ Ես ցանկություն ունեմ շարունակել աշխատել որպես իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն, որովհետև դա վարչարշտանք է ինչի ինձ շատ պետք է, բայց կարծում եմ, որ միայն իմ ցանկությունը թերևս բավարար չէ սրա համար եւ բացի այդ դատելով երեկվա հակակոռուպցիոն կոմիտեի եւ լրագրողի միջև տեղի ունեցած հարցի պատասխանից չի բացառվում, որ ես քրեական պատասխանության ենթարկվեմ որպես իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն, կյանքը գուցե եւ հնարավոր է այդպիսի զարգացում, ինչ արած կապրենք կտեսնենք։ Տուփերի մեջ անձնական հագուստը եւ անձնական հիգիենայի պարագաները, ուրիշ բացարձակապես ոչինչ։ Բայց քանի որ ինչ որ իմաստով կարծես հրաժեշտի տեսանյութ է ստացվում, բարի ու լավ լույս բոլորին, ճիշտ է եղանակը մի քիչ քաշում է, բայց ասում է սուրճ никто не отменял։ Սուրճս դրեցի, դե ինչ մեղքս թաքցնեմ, իհարկե մտել եմ արդեն լրատվականը կարդացել եմ, գիտեք, դա իմ վատ հիվանդություններից մեկն է առավոտ շուտ դա անելը, դա կարդացի, տեսա, որ վարչապետը եւ այդ կինը, որ իր հետ ապրում էր, որը օգտվել է բոլոր առաջին տիկինին պատկանող իրավունքներից եւ օգուտներից, բոլոր տենց ամառանոցում կառավարական ապրելուց սկսած միջև վերջացրած ամեն ինչով ասեց, որ հեռանում է, դուք հիմա կմտածեք, կինո, բոժանվեց, գնոց, բանա տեղ ունեցել, ընտանիք քանդվեց մեր երկրում ջան, հասկանում եք, ու մարդիկ մտածեն, որ երևի հասկացել է, որ Արցախը Հայաստանը եւ վերջացողը տվեց Արցախը Ադրբեջանին, հասկացել է, որ սրբազաններին չէր կարելի բան ստացնել, երևի հասկացել է, որ հայ բարերարի հետ, որ տարիներ շարունակ էս երկրում բարեգործություն արել, այդպես չի կարելի վարվել, չի կարելի բոլորին նսեմացնել, երևի հասկացել է, բայց ուրեմն դուք միամիտ եք, որ տենց եք մտածում, որովհետեւ այն խաղերը, որ իրանք են խաղում, այն խաղերը, որ իրանք մեր գլխին են խաղում արդեն 8 տարի, ձեզ պիտի մի քիչ արդեն շուստրի չէ, խելացի դարձնել ես ամեն ինչի մեջ, պիտի հասկանայիք, որ հենց ընենց իրանք ոչ մի բան, իրանք չեն զարթնում առավոտը նույնիսկ հենց ընենց, եթե իրանց ի օգուտ չի դարվում, այս խոսքերս հիշեք, կտենաք։ Իսկ միշտ դուք քննարկում եք կոմենտներում, ոնց օգնենք իրան, որ դուք գա որտեղ ապրելու վարձով, ինչ է անելու նա, բանը դրամահավաք բացեք, գցում ենք բոլորս, մենք տուն վեկորենք, դե կառավարական ամառանոցից հետո մարդը չի գնալու, չնայած ես ամենայն անկեղծ եմ վստահ եմ, որ իրանք PR-ի համար կգնա խրճիթում էլ կապրեն, մենակ թե հունիսի միջև 6-ը իրանք ցույց տան։ Այն որ ես դաժա ուզում եմ ամեն ամիս եկեք ընտրություն անենք, որ տենց լավ բաներ տեղի ունենա մեր երկրում, ինչ ասեմ։
Իսկ ես գնամ սուրճս խմեմ, բայել եմ փախլաման, որը թխել է Զովացերոսի կինը, որը եկել է Արցախից, այն Արցախից, որը որ դուք իրանց ձեռքից վերցրել եք, հանձնել եք, տվել եք ադրբեջանցիքին։ Ու իր ամուսինն էլ զոհվել է, որովհետև դուք սխալվել եք, ամեն տեղ ձեր հաշվարկներում սխալվել եք։ Ու ինքը լինելով դասախոս այսօր եկել է ու թխում է ճիշտ է անմահական փախլավա, բայց միևնույնն է այդ ամեն ինչի մեջ ձեր մեղավորությունը կա ու լավ հիշեք, ուզում եք բաժանվեք, ուզում եք, չգիտեմ, շորերը հանեք, ճղեք ման